Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գաղտնի պլան են ունեցել ընդդիմությունը եւ իրենք են խնդրել Ռուսաստանին այս սահմանափակումները մտցնել։ Դուք նման խնդրանքով Ռուսաստանին հանդես եկել եք։ Բանակցային բազային կարողությունների բացակայությունը որորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, խնդիրներ է բերում։ Ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցեն։ Արդեն որորդ գործընկերոջն ենք մեկի վրա պետքա գցեն, բայց այսքան ժամանակ չեղավ մի ոլորտ, որտեղ իրան կարողանան լավ բանակցեն։ Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում վառ արտահայտվում է կամ է եւ չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կամ պատերազմի, կամ զիջման, երկու տարբերակ էր իր տեսլականը, բայց կա երրորդ տարբերակները միշտ։ Դիվանագիտությունը դրա մասին է։ Եթե կամ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա արդեն։ Դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ են։ Հիմա պարոն Կարապետյան, ընդդիմությունը ինչ այլընտրանքի առաջարկել է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց քաղաքացիները, օրինակ քվեն սահմանադրության փոփոխության, կաթողիկոսին հանգստի կոչելու վերաբերյալ դուք ինչ օրակարգ եք հետապնդելու սրանից։ Հանդես կգանք հայտարարությամբ, կարծում եմ այսօր կամ վաղը մեր ժամանակը արդեն կտրվի մեզ, ու մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, թե ինչպես իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը, բանակցություններին իր մտածելակերպը երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի տեղ ինքը բացեց խաղաքարտերը վերջապես, այն ինչ որ մենք ամիսներով ասում ենք, ինքը այսօր մի քիչ անակնկալ ասվածների մեջ ինչ նկատի ունեք։ Վեհապարի հետ կապված ուղիղ ասեց, որ խնդիրը Արցախի հետ կապված Արցախի անունը շոշափելն է, Արցախի հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն են։ Շնորհակալություն։ Վերաբերյալ պարոն Կարապետյան, ակնհայտվեց, որ Զավակ դրանք երկրորդական հարցեր են, զուտ Արցախի գործիք է ինչ որ բաները, որպեսզի կարողանա ազդեցություն ունենա քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա։ Խաղաքարտերը բացել ինչ այսօր ներողություն եմ խնդրում, կարող ենք այսօր նաև բրիֆինգով հանդես գալ։ Վերաբերյալ հիշում եք Նիկոլ Փաշինյանի այդ տեսակետը, որ անվտանգային նկատառումներից ելնելով վերջին կետը դա պետք է լինի, այլ ոչ թե առաջին։ Տնտեսության հիման վրա պետք է աշխարհում ընդհանրապես տենց է, բայց մեր տարածաշրջանը ունի սպეციფიკա։ Ներողություն եմ խնդրում, նիստն է։